Բարի երեկո բոլորիդ։ Ուզում եմ հավաքվեք, նոր խոսենք, նաև ձեզ շատ խնդրում եմ լայվս տարածեք, ձեն տվեք, թող այս ամբողջ Նիկոլի գրպանի, ժողովրդին խափող, գցող, այդ ընդդիմությունը գա։ Դե արդեն բոլորս իմացանք, որ բարերար, հազարավոր ընտանիքներ օգնած, հազարավոր սպորտսմեններ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ աշխարհի հարթակներ դուրս եկած, Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց 2 ամսով։ Անկեղծ եմ ասում, շատ վատ եմ, շատ մեծ ցավ եմ ապրում, որովհետև կա մի բիո զանգված, դա այդ յոնջա գզող նախիրն է, որը չի հասկանում ու չի ընկալում ինչա կատարվում։ Հիշում եք ժողովուրդ, ես դեռ տարիներ առաջ էր գրում էի իմ լայվերի ընթացքում, ասում էի, որ Արցախ չի լինելու։ Հիմա էլ ասում եմ Հայաստան չի լինելու, այսինքն Հայաստանը լինելու է, բայց Հայաստանում լինելու են թուրքեր։ Դուք եք այդ ճանապարհը ընտրել։ Փաստորեն ժեխը, այդ բիոմասան, այդ յոնջա գզող մասան հաղթում է իմ եւ իմ նման շատ ու շատ adekvat հայրենասեր մարդկանց։ Բայց ես կարող եմ ասել, որ վերև Աստված կա եւ իմ հողը այս օրը գցողը երբեք գերեզման չի ունենալու։ Так, ընդդիմությանը ձեն տվեք գան, քանի որ 8 տարի ես մենակ խոսել եմ ամենավատ, ամենատգեղ լեքսիկոնով այս իշխանության հասցեին, հավատացնում եմ ձեզ, որ արդեն հետ եմ վարժվել, սենց ուղիղ եթերը, որ ես միացնում եմ, որ պիտի խոսեմ ես այս տականք Նիկոլից եւ Նիկոլիկներից, այս կապիկ ընդդիմությունից, ես լրիվ ուրիշ մարդ եմ դառնում։ Երբեմն, երբ որ ես իմ լայվերը տեսնում եմ, ասում եմ, նյուժելի ես այդպես եմ խոսում, որովհետեւ իրական կյանքում ես այդպես չեմ։ Բայց այն հարցը, որ վերաբերվում է իմ հողին, ու այս դավաճան իշխանությանն ու այս տականք ընդդիմությանը, ես գազազում լրիվ ուրիշ մարդ եմ դառնում։ Տեսեք, ժողովուրդ ջան, Գագիկ Ծառուկյանի նման մարդուն տարան փակեցին։ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում շատ տարած ունի, շատ։ Չեմ ուզում անդրադառնալ իր արասներից, բայց իմ համար ցավալին գիտեք որն է, որ իրա մոտ աշխատող բոզի տղեկը, ես չեմ ամաչում իմ խոսքերից, որովհետև հենց նմանները բոզի տղա են, Գագիկ Ծառուկյանի շնորհիվ ընտանիք են պահում, գնացել են Նիկոլ են ընտրում, ու հիմա էկրանների առաջ կանգնած ողբում ենք, Գագիկ Ծառուկյանի աշխատակից Արարատ ցեմենտներ, տոլի այդ կոնյակի գործարանի աշխատակիցներ, ասում ընտրել եմ Նիկոլ, որ այսօր իմ հացին վայիս լինեմ, բա բոզի տղա, բա ինչ պիտի լինեիր, ձեր նմանները պիտի սոված սատկեն, Գագիկ Ծառուկյանը պիտի տղա լինի, տղա կա, որ դուրս գա, ու նման բոզի տղեկին սիկտիր անի, ու թողի, որ դուք սոված սատկեք, որովհետև ձեր նման անատամ, գեղցի, թրիկ թափող, բոմժերը, փող հավաքող, ճիճուները քանդեցին մեր երկիրը, պոռնիկի բալեք, ձեր նմանները, հիմա թող գան էստեղ այս կուլտուրական ընդդիմությունը, եկեք, Տաշիր Սամո, Քոչարյանի թիմի, հավաքվեք, են կարմրա գլուխ, են մայրանա, արիստե, են արցախցի են սուճկ են, կարա էթա դատի տա էտի, տվեք, արա, դուխ ունեք, տվեք ինձ դատի, որ լավները ծռեմ, տվեք, արա,
Էդի, են գոհարա, բուլկիա, են կտցրած սամոնա, եկեք են քպական ծաղիկը, ուսուս չու քածը, են աննա բեղլու, մեղլու, գեղամիկ, մեղամիկ, եկեք, արա, եկեք, ես ձեր ընդիմադիր ասողի լավը, դուք եք ընդիմադիր, արա, երեկ ես մտնում եմ, ձեզ հագցնում եմ, իմ ելույթը իրիկում, որ տեղադրել եմ, դուք անցելա 23 րոպե, ուղիղ, իմ ելույթից 23 րոպե, վախեցած արագ ուժեղ Հայաստանը հայտարարություն տարածեց, դատապարտում են, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում, այ բլյացներ, ով եք դուք, Տաշիր Սամոյի թիմը, քանի հոգու փուրը տվեց, իդեպ, ըստ շրջանառվող լուրերի, վստահ մարդիկ ասում են, որ Տաշիր Սամոյի քրոջ տղեն, Հայկ անունը, ինչ գրողու ցավա, կոնկրետ պարկացա Նիկոլիկի տակը, Նիկոլականա, մարդիկ ասում են, որ Դավիթ Ղազինյանին և Դավիթ Ղազինյանի նման շատ ու շատ կարգին տղեքի, ով կանգնեցին, հավատացին ստախոս Նիկոլի գրպանի շունիկ Տաշիր Սամոյի կողքը, սաղին Տաշիր Սամոյի քրոջ տղենա փուրը տվել, տարբեր տեղերից մարդիկ ասում են, որ տակից մոլի Նիկոլականա ինքը, թռե եկել էր Հայաստան, սա խաղեր էր տալի, սաղին խափին փուրը տվին, ես միտեղ չեմ նեղանում, եթե իրանց ընդիմադիր համարող, ընդիմություն կոչվածները չկանգնեցին Գագիկ Ծառուկյանի կողքը, կամ եռաբլուրը լցնողի համար ոչ մի բան չարեցին, այդ մանդատի մեռածները, ով էին, որ այդքան դուղ, պլոճիկ պտի ունենային, որ Գագիկ Ծառուկյանի կողքը կանգնեին, ես էլ հիմա ձեզ վստահ ասում եմ, Գագիկ Ծառուկյանը գործարքի չգնաց Նիկոլի հետ, այդ դրամարել այս օրը գցեցին, ով որ ընդեղ գալիս են իմեջեր, ժեխեր, արա ժեխեր, ես ուզում եմ հասկանամ էլի, դուք եք այդքան դալբայով, մանավանդ են գեղցի, արգազմ չապրած, կնանիքը, անատամ, փնթի, ճենջոտ, կրտաս տղամարդիկ, որ իրանք տունը դիվանում պարկած, կնանիքը ուրիշի տակ են պարկում, արա լավ, դուք եք այդքան դալբայով, դուք եք այդենց անասուն, յանի շոուա, դե ասեք թո այդ շոուն Նիկոլիկը ձեր տներն էլ անի, գնացեք դուք էլ կալանքի, հո դուք տավարի ցավ չեք արա, իմ էջը, մանավանդ, ռուսկախոս, սամոյական, են որ սեքսի նախարարություն էր, ուզում իրա տաղեն բացեր դալբայոբը, որ վիրավորեցին ամբողջ հայազգի կանանց, պատանում եմ, դրանց ֆեյքերը գալիս են աղջին դնի ձեր վզին, հարց ունեք, բոլորիդ ավտարից էտ ասում եմ, այս քաղաքում, ես այս պային Հայաստանում եմ, ով իմ հետ հարց ունի, ուզումա լինի փնթի կնիկ ժեխից, ուզումա լինի կրտած խիար տղամարդ, էլի ժեխից, եկեք, ինձ տեսեք, ապրում եմ Երևանի ամենակենտրոնում, օպերային կպած, Թումանյան փողոցում, դուխ ունեք արա, ես մենակ, ոչ գործ տվող եմ, միլիցա բերեմ, ոչ ես անեմ, ոչ են անեմ, պլոճիկով տղա եկեք տեսեք, փնթի ժեխից, թրիքից չտարբերվող քաձեր, քաձը ախր, քաձել չէ, քաձը սխալա, քաձ ասում են գեղեցիկ կնոջը, բայց դուք փնթի թրիք թափող անատամ ժեխեր եք,
Ով մտնում ինձ վատ խոսք ասում, մտնում եմ մեզ կնանիքի էջերը նայում եմ, մետիկին սարսափելիներ, սեքսին կարոտ ապրոս պիդրներ։ Հարց ունեք արա, այսքան տարի դրած այս են ծաղիտ հագցնում եմ, որ մեկը դուխ ունեցավ գարին ստենար, արա եկեք տեսեք, արա տղա չկա ժեխեր ձեր մեջ, կամ այդ կնանիքից, այդ փնթիներից չկա մեկ, արա եկեք ինձ տեսեք, քաղաքում ազատ քայլում եմ, սրճարանում նստում եմ, արա եկեք, այ կրտած խիարներ, եկեք, սեդ լավները ծռիմ սիկտիր եղեք, որ իմանաք Արիանա, Նովա, Արիանան ոչ մեկից չի վախենում, այ պիդրներ, ով եք դուք արա, ուրեմ կոմենտ եք վատ գրում, վատ բառապաշարով ձեզ եմ բանանում, ձեզ եմ պատասխանում, ես են լրատվականի խմբագիրներից չեմ, Նիկոլից փողը վեկալեմ, հելնեմ ապալ-թապալ ասեմ, ամենավ շատ մեծ պայմանագիրն եմ կնքել փողի, ես իմ հայրենիքի համար պայքար տվող եմ, դալբայոբներ, հիմա, ոչ մեկ չկանգնես, տեսակ, մեկը ընդեղ Էդգար Ղազարյան չես ամաչում, ամբողջ ֆեյսբուքյան էջը դյանի հումոր ես անում Ծառուկյանի առիուսները, բայց ես քեզ ճանաչելով, ես քեզանից ավելի լուրջ բան էի սպասում, ինչի մի հատ քաղաքական հայտարարություն չարեցիր, բայց վստահ եմ, որ բոլորդ հոգու խորքում, բոլորդ կուզեիք Ծառուկյանի հետ նստեիք սուրճ խմեիք, որտեղ Ծառուկյանը այդ տղենա, մարդիկ կան Ծառուկյանին վարքաբեկում են, նայեք դուրս կգամ դեմներդ, լավներդ կծռեմ, նայեք տեսեք երկիր են կորցնում, իսկ են մարդը լավնա, վատնա, իհարկե ես չեմ ասում է սուրբա Ծառուկյանն էլ իր սխալներն ունի, բայց այս պահին եթիմներ ձեր վիզնա կտրում, կուլակաթափ են անում, դուք եք սոված սատկելու, մարդ էթա Ծառուկյանի մոտ աշխատի գնա Նիկոլ ընտրի, դուք բոզի տղա եք, բոզի տղա, ով եք դուք արա, հիմա կուլտուրական Մայրանա, ընդեղ գոհարիկ, ընդեղ էլով կա, են արեգայա, մարեգայա, որ հազիվ ուզում է հայրեն կուլտուրական խոսա, այդ արցախցին, լսի, արեգա հիմա ասում եմ, որ դու լսես, չընթրլո, ես արցախցի չեմ եղել, բայց քո Արցախի համար ես մինչև հիմա իմ կյանքը վտանգելով պայքարում եմ եւ յուրաքանչյուր արցախցու համար, դու արցախցի լինելով, դու ոչ մի բան չես արել, դու մի հատ գրկից գիրք թռած քած ես արեգա, երեկիլ մտել ասում է մենք մանդատները վերցնում ենք, մեզ եթե պետք է բանանեք, այդ ինչա, քննադատեք, խելացի քննադատ, խելացի դնեմ վզիտ, աղջի, դու ով ես, դու առասարա քեզանից ինչ ես ներկայացրել, դու երկրի համար ինչ արած ունես, որ գնում ես դեպուտանկա դառնաս, մարդիկ ասում են դու Սորոս ես, քեզ ԿՊՆ ուղարկե արտերկիր սովորելու, ջշ, Արաբատ Միրզոյանի քիփն ես եղել, դրանից առաջ նախկինի քիփն ես եղել, սաղի տակով անցել ես, գրկիր գիս, թռել ես, բախտդ բերեց, այդ կտը ծրացը վերցրես ցուցակ, ով ես դու ով ես, կամ մենք գնում ենք, բան, մի հատ էլ ԿՊԱ-ականներին վախցնում է, յանի գալիս ենք, վախեցեք, այ քնձեղ, ԿՊԱ-ականները հեսա դուբինք են ձեր հետույքից, 24 և 7 ռեժիմով չեն հանելու, բայն Քոչարյանի Մայրանան, որ իմ նման, որ ես Նիկոլին քրվում եմ, ԿՊԱ-ականներին քրվում եմ, ժողովուրդ ջան, Մայրանային դեբիլ ձենով մեկը կա, գրկից գիր, Քոչարյանի տակից հելա մտավ թռավ բանը, Սամոյի տակը, որ իմ նման մարդկանց անբարոյական ասում, բարոյականը, ես ձեզ ասել եմ, չէ, հայ, դուք մտեք ազգային ժողով,
24 եւ 7 Նիկոլենց Դուբինկեն ձեր հետույքներից դուրս չի գալու։ Չհաշված իմ Դուբինկեն։ Դուք լխաբար չեք, դուք ժողովրդին խափեք, հա? Այդ ձայնի գողեր։ Մի հատ էլ մտեք այս բանը։ Դու հեյ, Մայրանա, եկա նորմալ տղեկի տարակ փուրը տվեցիք։ Մեկը Դավիթ Ղազինյան, մեկը խոսում է Դավիթ Ղազինյանի մասին։ Հե? Խոսում է, բալը մեկ ճշտ եք, ժողովուրդն ասում են, որ Տաշիր Սամոյի քրոջ տղեն է, փուրը տվել, բռնել տվել։ Բալը տեսեք, ճիշտ են ասում, թե չէ։ Ուսուցչու քածը Սամո քո ցուցակում ինչ գործ ունի։ Կասես, հա? Ինչ գործ ունի։ Էլ քպ, էլ չգիտեմ, բան։ Ինչքան կառոչի օգտագործված ռեզիններ կան։ Ու հանկարծ մեկը ինչ չասի, վայ հանկարծ բան չասես։ Ասում է մենք գնում ենք կալանավայր։ Այս Մայրանան էլ են բան ձենով են, որ ինձ խոսում է, դե հիմա կուլտուրական հակել են։ Սենց որ իրանք դեպուտանկա են դառնալու, մտնելու են ազգային ժողով, պարգևա վճար պիստանան, ձեզ խափեցին, ձեր ձեները տարան սուճկեքը։ Ասում եմ մենք գնում ենք կալանավայր, այդ ջոշ, այդ դալբայով, կալանավայր գնում ես, ինչ անես, կալանավայրից 1,5 միլիոն աշխատավարձ են ստանում, պարգևա վճար են ստանում, Բա այն բուլկին, արա մեկը այդ բուլկու ձեռից այդ դաունի, հեռախոսը տարեք, էլի, սաղոր մտած Իսրայել է գովում։ Նիկոլն եկե թուրքերին է գովում, այս բուլկին էլ եկե Իսրայել է գովում։ Լավ է, համատեղ ուժերով վերացրեք, որովհետև հոպարիտ կնիկա ըստ շրջանառվող լուրերի հրեա ա։ Իսրայելցիները դնեն բուլկի քո վզին, ու երիք այդ դասեր 10 մարդկանց, այս անես, են անես, երբ որ Արցախը հանձնում էին այդ դալբայով, դու հոպարիտ երեխեքի հետ միասին, հոպարիտ կնիկը, քո մերը, իդեպ ասում են, որ այդ քպական կովը ծաղիկը կա, մամայիդ ընկերուհին ա։ Երբ որ մենք ստե պայքարում ենք, դուք արտասահմաններում կայֆավատ եք լինում, ես ցավում եմ, որ մեր ազգը, ես այդքան մեռա գոռալով, ասելով մի հավատացեք, էլի գնա չնայած չեմ մեղադրում, հիմա ձեր նման ընդդիմությանը, պիտի սիկտիր անենք, պիտի լինի ընդդիմափոխություն, դուք Նիկոլից չարիք եք, երբ որ մենք ձեզ սիկտիր անենք, այդ ժամանակ Նիկոլը սիկտիր կլնի, հասկացաք, հետո, այսօր անդրադարձել եմ են դալբայով ինքնահռչակ իրան հռչակած գեներալի, ինչ-որ Գարիկ Ալեքսանյան, սրա հետի են Տիգրան, այդ իմ ելույթի մեջ, որ ասել եմ, Տիգրան Գրիգորյան մի կտած հրասնել էտիա, մի ողբա կապել, մարդկան զանգելա տվել, իմ անուննա տվել, բայց իրան նկարնել է, արա հիմա լսի է Ռուսաստանից թռած, այդ ձեզ գեներալ հռչակած, խելոք վերեք ընգնում տեղներ, մի հատ էլ վախացրել է, որ ինձ պտի դատի տա, ուրեմն Տիգրան Գրիգորյան, ով ինձ դատի չտա, իրա լավը, սպասում եմ արա, հիմա ես, այս Գարիկ Ալեքսանյան ու Տիգրան Գրիգորյան ինքնահռչակ գեներալները որ կան, որ դուք պղծում եք համազգեստը, ես ամեն ինչ անելու եմ, որ ռազմական ոստիկանությունը մտնի ձեր մոտ։ Ասենք դուք մտնում եք խանութ, մարդիկ գիտեն ինչ-որ մեխի գլուխ խիարի ծայր գեներալ եք, բայց այս Գարիկ Ալեքսանյանը որ կա, արդեն գիտեք ժողովուրդ ջան, ինչքան նամակներ եմ ստացել, 20,000 դրամ մարդկանց խաբել ուզելու մանյակա։ Արա լսի լրփի տղա ինչ եմ ասում քեզ, մի հատ էլ Գագիկ Ծառուկյանի անունը տվել ես, ավել պակաս բերանդ բացել ես, գիտես քանի կանայք են գրել, ինչքան փողեր ես գցել, իդեպ այս ինքնահռչակ գեներալը
շատ ծնողազուրկ մայրերի ասելա 1 միլիոն դրամ բերեք ինձ փող տվեք, բան անեմ, որ դասավորեմ 10 միլիոն փող ստանաք, շատ կայնակ տարել սրան տվել են, այտենց են ասում, չգիտեմ, ճշտեք, հետո ասում են ինչ-որ մարդիկ, լավ մարդիկ են հայտնվել, այդ փողերը սաղեց, բոզի տղու ձեռից վեկալել են, Գարիկ Ալեքսանյան, մի հատ էլ բերանդ բացել ես, Ծառուկյանի հասցեին խոսացել ես, մի հատ հայերեն խոսք է, ասում է 7:40 մեկ կանեմ, ոչ թե կտամ կսպանեմ, բարման, այսպես խոսքերով ես քեզ կթաղեմ, քցող խափեբա, նայ, իսկ ռազմական ոստիկանությունը, եթե այս ինքնահռչակ գեներալներով չզբաղվեց, ռազմական ոստիկանություն ինձանից չնեղանաք, կանցնեմ ձեզ, ժողովուրդ, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, մեր երկիրը տանում են կործանման, դեռ ամենավատը առջևում է, ես ձեզ էլի զգուշացնում եմ, բայց այս տականք, գող, պիղծ, Պորնիկ անդիմադիրներից մենք պտի պրծնենք, դուք սրանց ձայն չեք տվել, որ գնան, դուք սովաս նստեք, սրանք ազգային ժողովում կամերա տեսնեն, ասեն, վայ Նիկոլտի քախ, վայ Նիկոլտի ես հիմա պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պտի ես կարկառուն, ես Քոչարյան, Լովիկ, Մայրանա, Ընդեղ կան սաղին, այդ ծաղիկ, մաղիկ, ագնեսա, մագնեսա, սաղին կալանքի տանի, դուք այդ բախտին պիտի արժանանաք, որովհետև ինչքան մարդիկ ձեր տականք երեսից բանտերում նստած են, ու դուք հով լրված եք, մի հատ գրառում եք անում, սուչկ եք ու վերջ, հա, յանի հով պայքարում եք, հա, Հիմա, որ եթե շատ խորանամ, ձեր այդ կնանիքին, քանի կպականի տակից վզից բռնած կհանեմ։ Մենք մեր խոսալու, հայրենիքը պաշտպանելու համար դարձել ենք ձեր աչքին անբարոյական, բայց որ դուք կոստյում եք հագնում, վզներիցդ բռնեմ տարբեր չափսերի, ես իմ ինչեր կթափվի, այդքան անցյալ ունեք դուք։ Դուք էդ եք, ես էս եմ, Քֆուր եմ անում, լավ եմ անում, սաղիդ լավն էլ, չուզողի լավն էլ եմ ծռում, սաղինդ էլ հետը, ով իմ հետ համաձայն չի, շատ հանգիստ կարա սիկտիր լինի իմ էջից, դաժե ինձ բլոկեն, սուտ եմ ասում ժողովուրդ ջան, ես այսքան ժամանակ ոչ կապիկություն եմ արել, այսինչ չեմ նստել, Վայ գիտեք ժողովուրդ մենք գնում ենք կալանավայր, մանդատներ ենք վերցնում, որոշեցինք մանդատները վերցնենք մենք, գիտեք, որովհետև մենք չենք թողի, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրությունը փոխի, Նիկոլ Փաշինյանը սահմանադրությունը հաթաթ քամակները տա մտցնելու։ Մի հատ խնդրում եմ սրանց ցուցակները նայեք, ինչքան օգտագործված ռեզիններ կան, դուք դարձել եք տաշիրականներ, Քոչարյանականներ, դուք դարձել եք, աղբեր ջան, Նիկոլի անձնական օգտագործման ծակ ռեզինը, Նիկոլը ձեզ օգտագործել է, դուք օգտագործվելու եք ու միշտ էլ օգտագործվելու եք, դուք էդ եք, որովհետև Տաշիր Սամո Քոչարյան ձեր նման օգտագործված անդոնների է օգտագործում, իսկ իմ նմաններին չեն կարա կառավարեն, ոչ փողով ծախվեցի, Ոչ էլ ինչ-որ մեկի տակը պարկեցի գրկից գիրք թռա, 18 թվականից գոռում եմ, պայքարում եմ ու պայքարելու եմ։ Իսկ ձեր նման պորնիկները, ովքեր խաբեցին խեղճ ժողովրդին, վաղը գնալու են թառեն ազգային ժողով։ Ժողովուրդ, ոչ մի բանից մի վախեցեք, հայը երբեք չի վախեցել, ես որպես կին, խի չեմ վախենում։ Հա ինչ պիտի անեմ, պիտի տանեն փագեն, սաղին տարան փագեմ, պիտի բերքերը տեղը լինի։ Արա եք վախենում եք հասարակ են լայքը դնեք, վախենում եք ձեր իրավունքները պաշտպանեք, ումից եք վախենում, վաղը թուրքը գալու է, ձեր երեխեքի վիզը պոկի, ումից եք վախենում, ումից կարակ ինձ ասեք, այս կպականներից եք վախենում, այս կոկոլիկներից եք վախենում, ամոթ չի մեզ, ամոթ չի մեր հայազգին, ես արդեն ամաչում եմ,
Ամաչում եմ, որ իմ հայ ազգը սենց կզածա։ Ով են առաջ եկել պոռնիկները, ովքեր պետք է նստեն ազգային ժողով։ Բա սրանց միջև խիար տղամարդիկ։ Հələ ցուցակեք քաց տղամարդկանց նայեք։ Սրանք այս տաշիրի ցուցակի տղամարդիկ, սրանք դաժե քպականների ջուջուլը սենց ուտելով էթալու են առաջ, որ հանկարծ թքեն, մրեն, ինչ անեն, մենակ այդ մանդատից հանկարծ չզրկվեն։ Սրանք էս են, ես ձեզ ասել էի, չէ, լավները ծռելու եմ, ձեզ 1000 անգամ ասել էի, արա բան ունեք ասելու, կանգնեք իմ դեմը ասեք, ձեր ես պոռնիկ ռուսկախոս ֆեյքերին մի ուղարկեք, վզներիցս ես կբռնեմ, թափ կտամ, հիշեք, ես էլ Նիկոլին ոչ մի բան ասելու չունեմ, դուք Նիկոլից վատն եք, պոռնիկներ, ձեզ պիտի սիկտիր անենք, այս ընդդիմությանը պիտի դաշտից մաքրենք, Քանի Քոչարյանը կա, ի հայտ եկավ այս Սամոն, ես էլ լրիվ տարածա, լրագրողը հարց են տալիս, ես էլ ընդեղա դեբիլ խնդում, ես զարմանում եմ ոնց այսի միլիարդատեր դարձել, հորս արև ես որ ժամանակին գիտեի, ինքը ծանրակշիռ տղա է, բայց նայում եմ իրա խոսալը, Վարդևանյանը զապո, մապո, խառնեցին, սես դեմքով, հազիվել են դաունի հոպարը դու լինես, Արա էй, նարեկ, որորը կայսյումը թակար մտար, ազգային ժողով, այդ Մայրանա, Գոհարիկ, են Ագնեսա, Մագնեսա, են խապ է բաները, դուք հլը չգիտեք կինոն նորացկսում, ուզում եք վազեք, Նիկոլի ձվերը պաչեք, ու դուք գնալու եք, Աննայի համապատասխան տեղն եք պաչելու, Նիկոլի ձվերն եք պաչելու, Նիկոլի խնդրելու եք, աղաչելու եք, որ ինձ բռնի, բայց Քոքից կբռնեք դուք, քոքից, 8 տարի ինչ ասես խոսել եմ, ինչ չեմ բռնել, եթե բռնեցին, դուք եք բռնող տվողը ինձ, հավատացեք, սևները տալու եմ, դուք քպականներին, սենց գիտեք երանի եք տալու, դուք էլի եմ ասում քպականներին երանի եք տալու, որովհետև դուք հարուրներով մարդկանց փուրը տվեցի, քանի կար Սամոն ասում էր, խումբ եմ կազմե, անմեղ մարդկանց բերդից անեմ, ոտըտ խերով չէր, դալբայով, բեկար բերդը լծիր, լիքը անմեղ մարդկանց փուրը տվի գնացիք, իսկ մարդ ունի ու ձեր ֆինանսիստին, մարդ ունեցի Արման Տոլի Արամ, որ բերել եք ընտրությունների ժամանակ, որ ձեր կողքն ա կանգնել այդ մասին հաջորդ դասին, թե ոնց եք սարքել իրա գլխին, իսկ ո քրոշ տաղուն, հայկա, համոյա, ես իմի չգիրեմ ինչի գլուխա, ասեք բռնվի, կինոն նոր ասկսում, այդքան անմեղ մարդկանց գլխին սարքել ու փագել, հա, հետո էլ մարդիկ ասում էին ինձ Արիանա ջան Սամոյին բան մի ասա, էլի, փրկումա, լավ ա լինելու, էս էր լավ լինելը, հա, որ մանդատ են վերցնում գնան, հա, քամմակներներդ պճխովի դեղց եմ սարքելու, եթե դուք հայրենիքի մասին սուկաներ մտածում էիք, դուք ես մի ամիսը պտի ժողովրդին չխապեիք, զբաղեցնեիք, սահմանադրական ենք տալի, ես ինչ քայք ենք ուտում, հորս ես ինչն եք ուտում, դուք ժողովրդով և հանձինս ինձանով, եթե ես դուրս չգայի ամենավերջի մարդը կլնեի, այսեն սաղս դուրս կգայինք ու ձեր ձեներին տեր կլնեինք, ոչ թե գնացիք ու մտակ Նիկոլի ձվերն ուտելու, Մայրանա, ես սպասելու եմ, որ դու Նիկոլի ձվերը ոնց ես ուտելու, ծաղիկ, են Գոհար, Ագնեսա, Մագնեսա, են Ռուբինյանը, ինչ են դթում, մթում, վիբրատոր, չէ վիբրատորը սիկտիր ալնում, ոնց եք իրաց ձվերը դու ուտելու, որ պարգևավճար ստանանք, ու ես այս նստելու եմ իմ ավտոյի մեջ, ու հաթած սաղի տուն ու տեղը շինելու եմ,